Վերսկսվել են Դիլիջան քաղաքի նոր եկեղեցու կառուցման աշխատանքները։ Քաղաքը միջազգային դպրոցին կապող ճանապարհի միջնամասում Աղստև գետի աջ ափին կառուցվող եկեղեցու շինարարությունը մեկնարկել է ամենայն հայոց հայրապետ Գարեգին II-ի օրհնությամբ 2016 թվականին։ Ճարտարապետն է Սանկտ Պետերբուրգաբնակ Մաքսիմ Աթայանցը, որն իր ճարտարապետական նախագիծը սիրով նվիրաբերել է քաղաքին։ Նախագծային գաղափարը Մաքսիմ Աթայանցինն է, ինքը նախագծի գլխավոր ճարտարապետն է, մենք կատարել ենք աշխատանքային գծագրերը։ Խնդիր էր դրել կառուցել մեր միջնադարյան ճարտարապետության հոգեհարազատ տիպերից մեկը։ Եվ ինքը ընտրել էր ուրեմն 7-րդ դարի բազիլիկ գմբեթավոր բազիլիկ տիպը, հանձինես Արուճի եւ Թալինի մեծ եկեղեցու։ Եվ որ հիմա նայենք ընդհանուր ծավալային լուծումները, դեկորատիվ ուրեմն հարդարանքը, հիմնական այդ շեշտադրումը զգացվում է։ Կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվում է տեղական տրավերտինով, ունենալու է 37 մետր բարձրություն եւ զբաղեցնելու է 375 քառակուսի մետր տարածք։ Երկու զանգակատները տեղակայվելու են գմբեթի երկու կողմերում երկթեք տանիքի վրա։ Եկեղեցու ճակատը ողջ պարագծով զարդարված է լինելու հայոց այբուբենի տառերով ու աստվածաշնչյան տեքստերով։ Նորակառույց եկեղեցու ընդարձակ սրահում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել։ Այն նախագծելիս հաշվի է առնվել տարածքի մյուս կառույցների հետ ներդաշնակությունը։ Որպես բնակավարին, որպես եկեղեցաշինությանը մոտ կանգնած ճարտարապետ, դա կարող եմ բարձրաձայնեմ, որ շատ բարձր որակով աշխատանք է կատարվում։ Նախագծային փուլում մեզ խնդիր էր դրված նախագիծը իրականացնել հնարավորինս մաքսիմալ արտահայտչականությամբ։ Եվ մենք էլ այդ խնդիրը ըստ իս կատարել ենք նման ձևով։ Հիմա ես ձեզ օրինակ բերեմ, որ ալբոմը տեսնում եք սեղանին դրված, բավականին ծավալուն ալբոմ է ստացվել նախագծի միայն ճարտարապետական մասն է սա։ Սրան գումարած մենք ահռելի մի ֆոնդ ենք ստեղծել, յուրաքանչյուր քարը իր ձևով, իր չափերով, ուրեմն կառուցվել է 3D մոդելներ, որը տեղափոխվում է դեպի քարամշակման գործարան։ Եկեղեցու հիմնադիր բարերար Ռուբեն Վարդանյանը Դիլիջան քաղաքի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը եւ այն համարել քաղաքի հոգեվոր մշակութային վերածննդի խորհրդանիշ։ Հենց նախաձեռնության սկզբից ասեց, ես չեմ կառուցելու, այս ոնց որ ժողովրդով, բոլորով պետքա կառուցենք, դրա համար տենց հարտակ արեցինք, բոլորով կետայեմ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից ոնց որ գումար են դնում, իրանց քարն են ունենում, այստեղ հետո մեծ ցուցակ կլինի բոլոր նվիրատուների անուններով։ Շինարարությունը նաև ասում է նրա մասին, որ հայերը չեն հանձնվում։ Ամենադժվար, ամենավատ պահին էլ միևնույնն է, միասին բոլորով պետքա կառուցենք, ավարտենք։ Ռուբեն Վարդանյանն ի սկզբանե որոշել է եկեղեցին կառուցել անհատ նվիրատուների եւ կազմակերպությունների միջոցներով, որպեսզի քաղաքի այսքան սպասված աղոթատունը չկապվի որևէ անհատի կամ նրա ընտանիքի անվան հետ։ Եկեղեցու համահիմնադիր բարերարներն են Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը, Նուբար եւ Աննա Աֆեյանները։ Ծրագրին հավատում եւ մեծապես աջակցում են Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, Դիլիջանի համայնքապետարանը, Այդիա հիմնադրամը, զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը, աջակցության քար եւ եկեղեցին մենք ենք նախաձեռնության անդամները, անհատ բարերարներ, կազմակերպություններ, քաղաքի բնակիչներ։ Ցավոք սրտի այսօր Ռուբենը մեզ հետ չի, գտնվում է Բաքվում, պատանդ, բայց պետք է շնորհակալություն նախև առաջ հայտնեմ Վերոնիկա Զոնաբենդին, իր կնոջը, որ այդ շոկային պահին, որ ձերբակալությունը ադրբեջանցիքի կողմից եղավ, ու բոլորս տենց մտածում էինք, որ կկանգնի ամեն ինչ եւ այլ, Վերոնիկան ինչպես նաև ընտանիքի երեխաները ասեցին, որ ոչ, պետք է շարունակենք, ու այս ոնց էր այս տաճարի շինարարությունը մի ձև աղոթք դարձավ այդ Ռուբենի ու մնացած պատանդների, ոնց ասեմ, վերադարձին։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Վերոնիկա Զոնաբենդի գլխավորությամբ դժվարին այս օրերին բարեգործական մեծ հանգանակություն էր կազմակերպել։ Միացել էին աշխարհի տարբեր ծայրերից։
Հանգանակված ողջ գումարը ընտանիքը հույսով ու աղոթքով նվիրաբերել է անցյալ ապագային կամրջող այս մեծ ձեռնարկի իրագործմանը։ Մարդ ամեն բան այլը, որ այս քաղաքը կարողանա ապրել ու կենսագործել։ Ներդրումը շատ մեծ է Ռուբեն Վարդանի այս քաղաքի մեջ։ Եկեղեցին իր նպատակակետի գագաթն է ամենի շուրջ, որովհետև ես անձամբ տեսել ենք, խոսել ենք, ինքը ոնց ապրում այդ եկեղեցու կառուցումով եւ ինչքան կարեւոր որ այդ կիսակառույցի մեջ առաջին անգամ պատարակ մատուցեցինք, այդ իր ոգեվոր դեռ եկեղեցին կառուցված չէ, բայց Աստվածամոր ծննդյան օրը այնտեղ պատարակ ենք մատուցել այդ ոգեվորությունը, որ աղոթքով կառուցվելու է այս տաճարը։ Դիլիջան քաղաքում գործող վերջին եկեղեցին Սուրբ Աստվածածինը քանդվել է 1936 թվականին խորհրդային բռնապետության տարիներին։ 2010 թվականի սեպտեմբերից Թուֆենկյան համալիրի մասնաշենքերից մեկում ժամանակավոր գործող Սուրբ Խաչ եկեղեցու եւ Դիլիջան քաղաքի հոգեվոր հովիվ Տեր Շավարժ Քահանա Կարապետյանը սրտի թրթիռով հետևում է նվիրական աղոթատան շինարարությանը։ Նա Ռուբեն Վարդանյանի ազատությունն էլ տեսնում է նոր եկեղեցու կառուցման մեջ։ Դիլիջանի եկեղեցու կառուցման դրամահավաքի առիթով իր ուղերձում ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել բարերարներին եւ այս սրբազան գործին իրենց նվիրումը բերած բոլոր հավատավոր անձանց։ Հայցում ենք առ ամենակալն Աստված, որ խաղաղության եւ ապահովության մեջ պահի մեր հայրենի երկիրը, շուտապույտ ազատություն եւ վերադարձ Պարքևի գերիալ հայրենիներին, միավորվելու իրենց ընտանիքների հետ եւ նորոգ ձեռքբերումներով շարունակելու իրենց կյանքն ու գործունեությունն ի սեր ազգի եւ հայրենյաց։ Թող Տիրոջ ողորմությամբ Դիլիջանի նորակառույց տաճարը շուտով իր դռները բացի եւ օրհնություն ու երկնառակ շնորհներ բաշխի մեր հավատացելոց եւ հանուր հայոց կյանքին, ասվում է նորին սրբության ուղերձում։